Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 12-ի համար։ Օրը շաբաթ է, աշխատանքային օր չէ, դե հիմա անընդհատ չկրկնեմ, բայց համենայն դեպս շաբաթ կիրակի լինում են այս մյուս քարտերով։ Տեսնենք, թե ձեզ բոլորիդ ինչ է սպասվում այդ օրը, մեզ բոլորիս։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին ապրիլի 12-ին։ Թարս եմ վերցրել քարտերը։ Ընտրության առջև կարող եք կանգնած լինել։ Ոմանք կարող է շատ թեթև ընտրության առջև, օրինակ հագուստի մեջ եւ այլն, ոմանք կարող է իրոք շատ լուրջ ընտրության առջև կանգնած լինեք աշխատանքի կամ ինչ-որ մի տեղի։ Նաեւ այդ օրը ոմանց հետ կարող եք շփվել, խոսել, հնարավոր նաեւ բամբասանքներ լինեն, դրա համար կարող են ընտրություն կատարեք, մի հատ ինչ անեք։ Խոսեք այդ մարդու հետ, թե ուղղակի թողնեք թող ինքը իր թույնով սատկի, նման ինչ-որ բաներ։ Նաեւ կարող է սա լինել լեզվակռիվ, ուշադիր եղեք։ Լեզվակռիվ նաև կարող է լինել ձեր տնօրենի հետ, պետական աշխատողի հետ, ոստիկանի հետ, ուժային կառույցի աշխատողն է յուրաքանչյուր, բարձրաստիճան մարդու հետ նույնպես։ Ոմանք կարող են հանդիպել այդ օրը նման տիպ մարդկանց հետ, նաև ծանոթանալ, գուցե նաև որպես երկրորդ կես ծանոթանայք իր հետ, նաև կարող եք աշխատանքի բերումով հանդիպել, ձեր տնօրենը փոխվի, խոսեք ձեր տնօրենի հետ, շփվեք մենեջերի հետ, ինչ-որ հարցեր պարզեք։ Նաև հավելյալ ուժ է սա, որը որ կունենաք այդ օրը ինչ-որ գործեր առաջ մղելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 12-ին։ Ինչ-որ գործեր կարող եք անել, նայեք, այստեղ կարող է տուն եք մաքրում եւ ձեզ եք վնասում, ու ինչ վատ օր է։ Ոմանք կարող են վիճել ինչ-որ մարդկանց հետ, ոմանք այստեղ իրոք ինչ-որ մարդկանց հանել ձեր կյանքից, խառնակիչներ կան, խաբեբաներ կան, որ իրոք կարող եք հանել ձեր կյանքից բացարձակապես։ Նաև սա նշանակում է, օրինակ, այստեղ կարող է լինել, որ ինչ-որ կտրուկ որից եք քայլ կարող եք անել, ինչ-որ մի բան իրոք կարող եք ձեր կյանքից հեռացնել, կարող է այն ինչը, որ ձեզ խանգարում է, եւ այդպես ավելի թեթև ապրեք։ Նաև տուն մաքրեք, այդ օրը շաբաթ է ամենայն դեպս, շատերն են տուն մաքրում նման օրերին, շաբաթ կիրակի, հատկապես այն մարդիկ, ովքեր որ աշխատում են ամբողջ օրը։ Նաև ոմանք կարող են վիճել արդեն այս դեպքում կարող եք վիճել։ Եվ խորամանկ մարդիկ կան այդ օրը, ուշադիր եղեք, որպեսզի ձեզ չշեղեն ձեր ուզած գործերից, որոնք որ դուք եք ուզում։ Ուշադիր եղեք ամենայն դեպս կարող է ինչ-որ հարցում են նաև փորձեն խաբել ձեզ, փորձեն այդպես շուստրություն անել ձեր հանդեպ, ինչ-որ մի բան, որից որ կարող եք դուք նաև խաբնվել, ինչու՞ չէ։ Չնայած ցուլերին մի քիչ դժվար է խաբել, բայց ամենայն դեպս ցուլերի շրջապատում լիքն են նման մարդիկ, ովքեր որ փորձում են իրենց խաբել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին ապրիլի 12-ին։ Էլի նորից սա, էլի խորամանկ անձնավորություններ կան նաև եկվորյակների կյանքում։ Ուշադիր եղեք, որ ձեզ այդ օրը չխաբեն ուղղակի կամ մոլորեցնեն, շփոթեցնեն ինչ-որ մի հարցի հետ կապված։ Ոմանք նաև երեխաների հետ կապված իրադարձություններ ունեն, կարող է ծնունդ է, կնունք է, հղիություն, ծննդաբերություն, նաև երեխաների հետ կապված կարող գնալ խանութ, իրենց ինչ-որ հագուստ գնել, նման որևիցե հարցեր։ Եվ ոմանց մոտ սա նաև նոր գործ է,
նոր գործ, նոր գործի սկիզբ։ Բայց այստեղ ուզում եմ ձեզ զգուշացնել, խորամանկ մարդիկ կան, մի մոռացեք եւ կորուստ։ Միգուցե ինչ-որ մեկին եք փորձում հավատալ այդ օրը եւ ինչ-որ մի բան կարող եք փորձել սկսել, որն էլ որ համարվում է հենց կարող է կորուստը։ Գումարի, ժամանակի, խաբեն ձեզ։ Եթե ուզում եք սկսել, ապա ոչ ոքին մի կիսվեք, ոչ ոքին մի հարցրեք ինչ-որ մի բան եւ մի վստահեք ինչ-որ մեկին, եթե ուզում եք ինչ-որ մի բան, դուք մենակ սկսեք այդ օրը։ Եվ ուշադիր եղեք գումարի հետ կապված, ամեն ինչի հետ կապված կորստի։ Որտեւ եթե գնաք օրինակ առևտուր անելու, կարող է ուշադիր չլինեք գումարի հետ կապված։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին ապրիլի 12-ին։ Այդ օրը հասունություն է գալու ձեզ վրա, նաև կարող եք լավ մարդկանցով շրջապատված լինել, բարձրաստիճան մարդկանցով շրջապատված լինել, բայց այնտեղ կլինի նաև երկերեսանի մարդիկ, 3 դեմք ունեցող, կարող են ձեզ այնտեղ ինչ-որ բաներ առաջարկել, ինչ-որ մի շրջապատում կլինեք, որտեղ որ ձեզ կարող են ինչ-որ մի կարևոր մի բան առաջարկեն, բայց թե մերժելուց, թե ընդունելուց լավ մտածեք, մի քանի տեսանկյունից լավ նայեք, նոր հետո որոշեք ընդունեք տվյալ առաջարկը։ Սա նաև կարող է զգաք, որ արդեն մեծացել եք, հասունացել եք, նաև տարիքը կարող եք զգալ, որ արդեն դուք այդ տարիքում եք գտնվում։ Եվ հանդիպում շփում որևիցե տղամարդու հետ տեսնենք ով է։ Ինչ-որ մեկն է, ով կարող է գալով ձեր կյանք կայունացնել ձեր կյանքը, կամ ինչ-որ մի ոլորտ փորձել ուղղել, կայունացնել, կամ այդ մարդու հետ կարող եք երկար մնալ ինչ-որ միտեղ, խոսել, շփվել իրար հետ, կամ ինչ-որ բան եք կանգնած, դե համար իրեն եք դիմում, որպեսզի առաջ մղի, կամ ինքն է կանգնացրել, ինքն է պատճառը, որ ինչ-որ մի բան կանգնել է, այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին ապրիլի 12-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, կամ ձեր ընկերուհին է, ձեր քույրն է, տեսնենք ով է։ Հնարավոր է ձեր երեխան է, հնարավոր է ինչ-որ մեկի հղիության մասին կարող եք իմանալ, կարող իմանաք, որ թոռ եք ունենալու, կամ ձեր ընկերուհին է հղի, իրար հետ կարող եք գործ սկսել, որևիցե բիզնես սկսել միասին։ Կամ մի աղջիկ է, ով որ մի քիչ երեխական կարող է իրեն պահել այդ օրը։ Ոչ է հնարավորություն այդ օրը կունենաք կամուրջ է ստեղծվում ինչ-որ մի բան անելու համար, ինչ-որ մեկին տեսնելու, ինչ-որ մի բան սկսելու, հաշտվելու եւ այլն, հա, յուրաքանչյուր բան այստեղ կարող է լինել, որ ինչ-որ հնարավորություն ստեղծվի ձեզ համար։ Նոր կամուրջ է, որը որ ավելի է թեթևացնում ինչ-որ մեկի հետ հանդիպումը։ Եվ այն ինչ որ այդ օրը ուզում եք սկսել, ինչ ուզում եք անել այդ օրը, ապա արեք։ Այստեղ ասում են ձեզ այն ուղղությունը, որ դուք ընտրել եք, շատ ճիշտ է ձեզ համար։ Գնացեք եւ արեք, զբաղվեք դրանով։ Այդ ուղղությամբ գնացեք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին ապրիլի 12-ին։ Այդ օր ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ-որ մի բան կընտրեք, ինչ-որ հարցերի հետ կապված, այստեղ ոմանք ժամադրություն կարող ունենան եւ դա եք ընտրում։ Գնաք թե ոչ, կամ ինչ հագնեք թե ոչ։ Մի խոսքով, ինչ-որ մարդկանց համար շատ թեթև ընտրություն է սա, ինչ-որ մարդկանց համար էլ հստակ գլոբալ մեծ ընտրություն է կարևոր։ Ոչ անակնկալներ այդ օրը կարող են լինել, ծնունդ կարող է լինել, նվերներ,
ուրախ պահեր, ուրախ տրամադրություն, նաև կարող է լինել ժամադրություն իհարկե ոմանց համար, սիրային կարող առաջին օրն եք գնում եւ առաջին օրն եք էլի հանդիպում, օծեր կան, կամ սա ասում է իմաստուն գտնվեք, կամ նաև օծեր կան, որոնք որ այդ օրը կարող են ձեզ նախանձել, այդ օրը կարող են ֆշացնել ձեզ վրա, այդպես օծավարի հայացքներ նկատեք իրենցից։ Եվ եթե ինչ-որ մի հարց կլինի, սա հենց ասում է իմաստուն գտնվեք այդ հարցին լուծում տալու համար։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին ապրիլի 12-ին։ Նոր սեր, նոր հարաբերություններ, առիթ եք գնում եւ այնտեղ ինչ-որ մեկին եք տեսնում, սիրահարվում եք։ Ամենայն դեպս ոմանց սիրո խոստովանություն կանեն, ոմանք իրենք սիրո խոստովանություն կանեն, նաև կասեն որքան գեղեցիկ եք այդ օրը, սիրով լցված կլինեք, ուրախ կլինեք, կողը ձեր հարսանիքն է, ձեր երեխայի հարսանիքն է, ինչ-որ առիթ է, որտեղ որ պետք է գնաք եւ այնտեղ լավ ձեզ կզգաք, կարող է ելույթ եք ունենում ինչ-որ միտեղ եւ էլի ձեզ լավ եք զգում այդ օրը, կամ հասարակական վայրում կարող եք գտնվել եւ այդպես շատ ուրախ լինել, շատ սիրված, շատ այդպես, տեսակ լավ զգալ։ Դե ոմանք իրոք կգնան առիթ։ Եվ ոչ թե կամուրջ կստեղծվի ձեզ համար, ինչ-որ մի գործեր անելու համար, ինչ-որ մեկին հանդիպելու, տեսնելու, խոսելու, շփվելու, ավելի թեթև, ավելի հանգիստ, ավելի հեշտ։ Այդ կամուրջը ոնց որ մարդու կյանքում ավելի հեշտացնում, որպեսզի գնա եւ հանդիպի եւ անի եւ խոսի, այդպես։ Եթե դժվարանում էին մարդիկ ինչ-որ մեկի հետ հաշտվել, ոնց որ սա հեշտացնում է այդ process-ը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին ապրիլի 12-ին։ Ինչ-որ բանի կորուստ է սա, ինչ-որ ժամանակի կորուստ, նաև ուշադրություն դարձեք ձեր առողջությանը, ինչ-որ մի բան է կամ կարող եք կորցնել, եթե գնում եք առիթ, այստեղ ուշադիր եղեք, որպեսզի հստակ ինչ-որ մի բան չկորցնեք, եւ բացի դա առողջությանը հետևեք, որպեսզի առողջությունը լավ լինի։ Այդ տրամադրության կորուստ է նաեւ, տրամադրությունը ընկնի, բարձրանա, ոմանք կգնան այդ օրը ոչ կամ գեղեցկության սրահ, կամ ոչ բժշկական կենտրոն, կամ կոսմետոլոգի մոտ ինչ-որ մի բան անելու համար, կզբաղվեք ձեր գեղեցկությամբ, ձեր առողջությամբ, հետո կարող որ գնաք օրինակ առիթի։ Հնարավոր է նաև գնում եք ոչ թե կինո, թատրոն, ինչ-որ հասարակական վայր, որտեղ շատ մարդիկ կլինեն, ցիրկ, կենթանաբանական այգի, մի խոսքով ինչ-որ նմանատիպ տեղ։ Ոմանց կարող է հենց ձերն է, ձեր առիթն է, ձեր հարսանիքն է։ Եվ այստեղ կարող է իրոք ինչ-որ տատանումներ լինեն։ Ասեք տեսնեմ։ Ժամանակի կորուստ է, ճիշտ ուղու կորուստ է, սխալ ուղի կարող եք ընտրել, սխալ ուղի գնալ։ Եթե գնալու եք ինչ-որ մեկի մոտ, որ առաջին անգամ եք գնալու օրինակ գեղեցկության հետ կապված, մի փոքր ուշադիր եղեք։ Այ հատկապես եթե չգիտեք ինչ գործի անելու, չբռնի պանկի, կտրի, ուղարկի ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ապրիլի 12-ին։ Այդ օրը բավականին շատ կշփվեք տարբեր մարդկանց հետ, միգուցե նաև խորհուրդ եք հարցնում տարբեր մարդկանցից, ուշադիր եղեք, որպեսզի լեզվակռվի մեջ չընկնեք, հնարավոր է նաև սա բամբասանք է ձեր հասցեին, ձեր մասին, խոսում են, քննարկում են, նաև ընտրության առջև կարող եք կանգնած լինել, շատ գլոբալ, մեծ ընտրություն կարող է լինել ոմանց համար է շատ թեթև, ուղղակի ինչ-որ մի հագուստի կամ զարդի հետ կապված դա կարող է լինել։
Եվ հանդիպում շփում ձեր ընկերուհու կամ ընկերոջ հետ կամ կարող հավատարիմ ինչ-որ մեկին ձեռք բերեք այդ օրը, հավատարիմ ընկեր, զգաք, որ իր հետ կարելի է շփվել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին ապրիլի 12-ին։ Էլի թարսեղան քարտեր։ Այդ օրը կարող եք լինել այնպիսի մի շրջապատում, որտեղ որ բավականին բարձրաստիճան մարդիկ կարող են լինել, հատ լավ շրջապատ լինի, զգաք, որ հասունացել եք, զգաք, որ մեծացել եք, նաև զգաք, որ արդեն այն տարիքում եք, որ իրոք կաք կամ միգուցե նաև զգաք, որ ինչ-որ փոփոխություն է մտել ձեր կյանք, անգամ մտածելակերպն է ձեր փոխվել։ Ոմանք կգնան այդ օրը գեղեցկության սրահ, առողջության որևիցե կենտրոն, կոսմետոլոգի մոտ, ինչ-որ նման որևիցե մի տեղ, կարող ծնողների հետ անցկացնել, հղիություն, ծննդաբերություն, նաև ոմանք կարող են սիրահարվել այդ օրը, ոմանց կարող են սիրահարվել, նաև մարդիկ ասեն, թե որքան գեղեցիկ եք այդ օրը, ձեր տեսքը լավ լինի, ինչ որ ձեզ սիրված զգաք, ձեզ լավ զգաք, որ նայում են միշտ մարդիկ հայելու մեջ, ինչ սիրուն են կտրել մազերս օրինակ, ինչքան լավ է, ինչքան թարմացավ դեմքս, որ գնացի, նման ինչ որ մի վիճակ։ Եք ո՞ւն սեր խոստովանել նաև ձեզ։ Դուք ինչ որ մեկին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին ապրիլի 12-ին։ Ոմանք տուն կարող են մաքրել, ոմանք կարող են վիճել, ուշադիր եղեք այդ փաստով։ Նաև նամակագրական կապի մեջ կարող եք լինել ինչ-որ մեկի հետ, գրեք, ջնջեք, այստեղից ինչ-որ տվյալներ վերցնեք, այնտեղ տակ, այնտեղ ուղարկեք, նամակներ գրեք, մայլեր ուղարկեք, ինչ-որ նմանատիպ բաներ, ցուցակներ կազմեք, գնաք խանութ։ Եվ ինչ-որ մի բան է ձեզ մոտ կայունանում, ինչ-որ ոլորտ է ձեզ մոտ կայունանալու այդ օրը։ Փոփոխությունը կնկատեք։ Նաև կարող գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ, ինչ-որ մի բան է դանդաղում, կանգնած, բայց հավանական է, որ կայունանում է։ Կարող է այստեղ ինչ-որ մի փաստաթղթի եք սպասում, շաբաթ է դեռ, որոշ չափով, որոշ ժամ աշխատում են պոչտաները, կարող եք նաև ինչ-որ մի փաստաթուղթ ստանաք, որը որ ձեզ համար շատ կարևոր է, կայունացնում է ինչ-որ մի դիրք, ինչ-որ մի մխրճում է ձեզ, ինչ-որ մի դիրքում, ոնց որ ավելի է պնդանում այդ տեղը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին ապրիլի 12-ին։ Կարող եք անցկացնել տանը, տան գործերով զբաղվեք, տունը հավաքեք, մաքրեք, վերանորոգում սկսեք, բորկա սկսեք, հյուր գնաք, հյուր ընդունեք։ Դեռ նաև ասում են ձեզ, որ մի խաղացեք եւ ձեր կյանքի հետ, եւ նաև ընտանիքի կյանքի հետ, ինչու՞ չէ։ Նաև կարող է տունը հավաքում եք, որ տեղափոխվեք, նման որոշ բաներ։ Կարող եք նաև խաղալ։ Ընդհանրապես ձկները սիրում են խաղալ։ Հնարավոր է խաղալ, կամ մեկը մի խաղով կարող է զբաղվել, ոմանք կարող են նարդի խաղան, բայց այստեղ ինչ որ ոնց որ գումարային պահ կարող է լինել։ Պետք է վճարեք։ Եվ իհարկե այդ օրը ոմանք կարող են օծություն զգալ իրենց նկատմամբ, օծ մարդիկ լինեն, ոմանք էլ որ պետք է իմաստուն գտնվեն։ Կարող է հենց այդ խաղին է վերաբերվում, որ պետք չի շատ տրվել խաղին։ Ոմանց է ինչ որ մի հարցում իմաստություն է ասում, իմաստուն եղեք։ Եվ այստեղ նաև օծեր կարող են լինել ձեր շրջապատում, որոնք օծային վերաբերմունք ձեզ ցույց տան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։